Հերավոր թագավորությունում մի տխուր և միայնակ արքայադուստ նստած էր և լաց էր լինում Պսյացան լճի ափին Նրա նեոնային կանչ կանգուր մազերը նույնքան տպավորիչ էին նույնքան նրա ծիծաղ Այդ կեսօրին մի թագուհի ձիով շրջում էր լճի շուրջը Երբ հանկարծ ցերվում նկատեց արքայադստերը Տխուր և անկառավարելիորեն լաց Մոտեցավ, պատասխանեց արքայադստերը, թեր ինչ է պատահել էլ առաջարկել, թորչնել Արքայադուստրը վախտես հանեց, դու չես կարող օգնել ինձ, թող ինձ մենակ Օժտված էր իր նախնիներից ժառանգած կերպնական ուժերով և կարող էր տեսնել այն ամենից Այն գողն ինչ ուրիշները կարող էին տեսնել Քարը ծամամերը Չէ! Մեն դունին քեզ Հարցրած միայն Արքայադուստրը զայրացած և վախեցած պատասխանեց թագուհուն Ինչ է պատահել քեզ հետ, որ ինձ հետ է կատարվում Վերադարձավ արքայադուստը դեր անկառավարելիորեն լացել Թագուհին նրան տվեց թարմ ելակ, որը նաև ընդունեց աչքերուն դեր արցունքներով Թագուհին արքայադստերն ասաց Հանգստացիր, հասկանում եմ, ես նույն բանն եմ ապրել, ինչ դու, կարևորն այն է, որ դու ընդունես ինքդ քեզ հենց հիմա, այս պահին եհարկես ու պաշտպանես ով կաս, անկախ նրանից, թե ինչ են ասում ուրիշները, նույնիսկ ինչ են ասում Կարո ես ինձ հատ գալամրոց
գնանք քո թագավորություն։ Եթե քո ծանողները չեն ուզում քեզ, կարող ես մնալ ինձ հետ, թե մենք կգազմենք անկասելի թիմ։ Որպեսզի բոլորի համար հավասարություն լինի Եվ սոցիալական դասերը ինձ հոգնեցել են Վստահ եմ նրանք էլ քեզ հոգնեցել են Դարեր շարունակ ես ստիպված եմ եղել, դիտել Թե ինչպես են նրանք սպանում Համարում հասարակ մարդկանց Մարանարով որբորոտ Թագավորությունները ստեղվում են Մանոթապություն